Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ, Ուրարտում արձադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին վայելելու Աֆելի 3-րդ դիվիզիոնի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, այս պատվավոր գավաթի համար այսօր կպայքարեն Այաքսը և Մարսելը, ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ, ամեն ինչ պատրաստ է բարեկամներ այս կարևոր հանդիպումը սկսելու համար, Ֆուտբոլիստները անհամբերությամբ են սպասում մրցավարի մեկնարկային սուլիչին, իդեպ նշեմ, որ խաղը սպասարկում է Մանուկ Մուրադյանը, ամեն ինչ պատրաստ է խաղը մեկնարկելու համար, հանդիպումը սկսված է Այաքս Մարսել 3-րդ դիվիզիոնի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպում։ Այս պահին բարեկամներ եկեք անցնենք մրցող թիմերի, արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք խաղի ընթացքին, սկսենք Այաքսից, համար 1 Ալիկ Մուրադյան, համար 4 Մոս Բունյաթյան, համար 5 Արա Եսայան, համար 6 Արտուր Վարդանյան, համար 8 Վահե Պողոսյան, համար 10 Արայիկ Ավետիսյան, համար 11 Հովիկ Իսկանդարյան, համար 23 Վարուժան Խաչատրյան, համար 88 Խորեն Հովանիսյան, համար 90 Դավիթ Հայրապետյան և համար 97 Տիգրան Ալիխանյան։ Եվ այսպես Մարսել համար 4 Թովմաս Դավթյան, համար 6 Կարլեն Վարդանյան, համար 7 Արման Գալստյան, համար 10 Մոս Զանյան, համար 11 Գևորգ Հայրոյան, համար 14 Սարգիս Սարգսյան, համար 17 Նարեկ Իսկանդարյան, համար 22 Դավիթ Ջուլհակյան, համար 26 Արման Սահակյան, համար 66 Էդգար Մաղաքյան, համար 87 Հարություն Սարգսյան, համար 88 Արա Հակոբյան և համար 90 Տիգրան Միքայելյան։ Այաքսն է գնդակով, բայց Մարսելը խլում է գնդակը, փոխանցում դեպի դուգանային հրապարակ, ուշեղ էր փոխանցումը և հարված Այաքսի դարպասից։ Այո, սա եզրափակիչ հանդիպումն է, կիսաեզրափակչում Մարսելը 2-3 հաշով հաղթեց Մանչեսթեր Յունայթեդին, իսկ Այաքսը 11 մետրանոց հարվածներով առավելության հասավ Լիոնի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Այսօր այս թիմերը ամեն ինչ կանեն այդ պատվավոր գավաթը նվաճելու համար։ Հիմա Այաքսն է գնդակով, փոխանցում, դարպասապահը շատ հանգիստ վերցրեց գնդակը և առանց շտապելու փորձում է գտնել ազատ դիրքում գտնվող խաղընկերներին։ Այաքսի ֆուտբոլիստը խլում է գնդակը և կենտրոնով փորձում շարժվել առաջ։ Այո, լարված հանդիպում է բարեկամներ թիմերը։ Անդադար գրոհում են։ Վտանգավոր դրությունը ինչպիսի հրաշալի հարված էր և հրաշքով գնդակը չհայտնվեց Այաքսի դարպասում։ Հիմա հերթը Այաքսինն է գրոհելու, կենտրոնով փորձում են ձեռնարկել իրենց հերթական գրոհը։ Ետ փոխանցում։ Այո, չեն շտապում Այաքսի ֆուտբոլիստները կարճ և միջին տարածության փոխանցումներով փորձում են շարժվել առաջ և մտնել մրցակցի տուգանային հրապարակ։
Երբ գնդակը հայտում է Այաքսի մոտ միանգամից մի քանի ֆուտբոլիստներով շրջապատում են եւ պրեսինգ մարտավարության օգնությամբ Մարսելի ֆուտբոլիստները շատ հաճախ խլում են գնդակը։ Եվ հիմա դրան հասնում են խաղի կանոնների խախտման գնով։ Կրկին Այաքսն է գնդակով։ Լիոնի դեմ խաղում Այաքսը հրաշալի կերպով իրացրեցին Այաքսի ֆուտբոլիստները 11 մետրանոց հարվածաշարերը, առաջին 3 հարվածներից հետո արդեն Այաքսը ապահովեց իր տեղը եզրափակչում։ Ինչ վերաբերվում է Մարսելին, ապա Մարսելը դժվարին պայքարում հաղթեց Յունայթեդին 2-3 հաշվով, ընդամենը 1 գնդակի առավելությամբ կարողացան հաղթել մրցակցին, բայց այս թիմերը արդեն եզրափակչում են եւ Ուրարտում արձադաշտում պայքարում են այդ պատվավոր գավաթի համար։ Փոխանցում Աչեզը, հարված եւ շեղեր։ Հրաշալի գրոհ էր։ Եվ հարված դարպասից։ Գալի ասել հավասար պայքար է խաղադաշտում, գրեթե հավասար պայքար է։ Հաշիվը բացված չէ դեռևս 0-0 Այաքս Մարսել։ Փոխանցում առաջ։ Հեռացված է գնդակը։ Հրաշալի փոխանցում է։ Փոխանցում է պետք կատարել, այդպես էլ անում է Այաքսի ֆուտբոլիստը։ Հիմա կենտրոնով շարժվի առաջ Այաքսի 88 համարը հարված եւ դարպասապահը մատների ծայրերով գնդակը դուրս է բերում անկյունային։ Ակտիվացան Այաքսի ֆուտբոլիստները։ Սուլի չկա։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը, բայց գրոհ շարունակվում է հարված։ Եվս մեկ հարված եւ գոլ։ Գոլ բարեկամներ, հաշիվը բացված է Այաքսին, վերջապես հաջողվում է բացել խաղի հաշիվը եւ Այաքսի կազմում գոլի հեղինակ է դառնում Մոս Բունյաթյանը համար 4։ Այո, խաղի 7-րդ րոպեին Մոս Բունյաթյանը առաջ է մղում Այաքսին։ Կրկին Այաքսն է գրոհում։ Հրաշալի գրոհ ստացվեց բարեկամներ։ Առաջին հարվածը Այաքսի ֆուտբոլիստի ետ մղեց դարպասապահը եւ դարպասապահից ետ մղված գնդակը Մոս Բունյաթյանը կարողացավ ուժեղ հարվածով գրավել Մարսելի դարպասը եւ արդեն 1-0 տեսնենք ինչ ընթացք ունենա խաղի մնացած հատվածը։ Եվ փոխանցում չէ շտապում Այաքսի ֆուտբոլիստները հաղթում են։ Կորսում է սխալ փոխանցում հիմա Տիգրան Միքայելյան խաբս է տալիս հարված եւ հրաշալի է խաղում Այաքսի դարպասապահը գրոհ շարունակվում է եւս մեկ հարված եւ գոլ։ Գոլ բարեկամներ, հաշիվը հավասարվում է 1-1։
Կարլեն Վարդանյանը հավասարեցնում է հաշիվը։ Վտանգավոր դրություն է և դարպասապահը տիրում է գնդակին։ Վտանգավոր է Միքայելյան, կորսնում է գնդակը։ Բայց գրոշ շարունակում է հարված և դարպասածողն է փրկում հիմա։ Տեսնենք ինչ որոշում կայացնի մրցավարը և 11 մետրանոց հարվածի իրավունք են վաստակում Մարսելի ֆուտբոլիստները։ Եվ հրաշալի հնարավորություն է ստանում Մարսելը հաշվի մեջ առաջ անցնելու։ Գնդակի մոտ Տիգրան Միքայելյանն է համար 77։ Կարողանա արդյոք Միքայելյանը առաջ մղել իր թիմին։ Տեսնենք։ Միքայելյան, հարված և փրկում է դրությունը Այաքսի դարպասապահ, բրավո։ Ալիկ Մուրադյանը դառնում է ֆանտաստիկ սեյվի հեղինակ։ Փրկում իր թիմին վերահաս գոլից։ Եվ անկյունային իրավունք են հիմա վաստակում Մարսելի ֆուտբոլիստները։ Փոխանցում։ Գրոշ շարունակվում է։ Եվս մեկ փոխանցում և հարված, գոլ! Գոլ բարեկամներ, 2-1 Մարսելի վերջապես հաջողվում է կրկնապատկել հաշիվը։ Եվ գոլի հեղինակը Մարսելի 10 համարն է, Մոս Զանյան։ Ով եղավ ասիստը։ Այո, Մոս Զանյանը առաջ է մղում Մարսելին։ Արման Գալստյանի փոխանցումից հետո փոխանցում կենտրոն և դարպասապահը տիրում է գնդակին։ Հանդիպան 13-րդ րոպեն է և արդեն 3 խփված գնդակ ունենք բարեկամներ։ Գոլառատ հանդիպում է, գոլառատ պայքարում է անցնում եզրափակիչ հանդիպումը։ Այաքսն է գրոհում աջ եզրով։ Այո, Տիգրան Միքայելյանի չիրացրած 11 մետրանոցից հետո Մարսելը չկոտրվեց և կարողացավ առաջ շարժվել և գրավել դարպասը հիմա կորցնում են գնդակ Այաքսի ֆուտբոլիստները և կրկին Ալիկ Մուրադյան։ Հրաշալի մարզավիճակում է Այաքսի դարպասապահը։ Հատեսեք ինչպիսի համար պայքար է գնդակի համար։ Ետ փոխանցում, բայց անհաջող էր փոխանցումը։ Վտանգավոր դրություն է հարված և հիմա էլ փայլուն սեյվի հեղինակ է դառնում արդեն Մարսելի դարպասապահը։ Այ քեզ հանդիպում, իսկական եզրափակչին բնորոշ հանդիպում։ Վտանգավոր դրություն է հարված և եզրային նետում։ Մա եզրից Այաքսը կնետի գնդակը խաղի մեջ։
Խաղի կանոնների խախտում այստեղ։ Այո։ Բավականին վտանգավոր դիրքում Այաքսը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Փոխանցում եւ հրաշալի է խաղում կրկին Այաքս Մարսելի դարպասապահը եւ անկյունային հարված։ Փոխանցում, հեռացված է գնդակը։ Ինչ է անում հիմա Այաքսի ֆուտբոլիստը, բայց Մուրադյանը հասնում է գնդակին եւ այն դուրս հանում եզրից։ Ուժեղ է փոխանցումը եւ եզրային նետում արդեն Այաքսը նետի գնդակը խաղի մեջ։ Հանդիպան 16-րդ րոպեն է Այաքս Մարսել 1-2, Մարսելը հաղթում է 2-1 հաշվով, հիմա Այաքսն է գնդակով աջ եզրում։ Մարսելի ֆուտբոլիստը խլում է գնդակը, բայց խաղի կանոնների խախտման գնով։ Եվ կրկին տուգանային հարված Այաքսն է իրացնում այս տուգանայինը։ Հարված և բարձր է։ Հարված Մարսելի դարպասից գնդակը րոպեների ընթացքում, վայրկյանների ընթացքում մի կիսադաշտից հայտնվում է մյուսում։ Բավականին դրամատիկ եւ դիտարժան հանդիպման ենք ականատես լինում բարեկամներ։ Հիմա Այաքսը կփորձի ձեռնարկել հերթական Գրոհոզանյան, հրաշալի փոխանցում։ Եվ Այաքսի ֆուտբոլիստը խլում է գնդակը։ Հանգարում են միմյանց վտանգավոր հարված է։ Խաղն անցնում է իրականում գերլարված պայքարում։ Իսկական եզրափակչին վայել հանդիպման ենք ականատես լինում։ Երկու թիմերն էլ հրաշալի խաղ են ցուցադրում այսօր։ Այաքսն է գնդակով, շարժում են առաջ կենտրոնով։ Կրկին խաղի կանոնների խախտում։ Ճիշտ է, մի փոքր հեռու է տարածությունը, բայց կարող է նաև հարվածել Այաքսի ֆուտբոլիստը։ Հարված և Տիգրան Միքայելյանը իր վրա է վերցնում հարվածը, բայց գրոհ շարունակվում է և անկյունային։ Ոչ եզրային նետման իրավունք են վաստակում Այաքսի ֆուտբոլիստները։ Փոխանցում, հարված և շեղեր։ Հարված Մարսելի դարպասից
Փոխանցում առաջ։ Եվ հիմա էլ Մարսելն է վաստակում անկյունային իրավունք։ Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը։ 5 րոպե առաջին խաղակեսի ավարտին։ Մարսելը հաղթում է 1-2 հաշվով։ Փոխանցում։ Հարված եւ բարձր էր։ Փոխանցում առաջ, հաջող էր փոխանցումը։ Խլում է գնդակը, բայց չի կարողանում հասնել գնդակին։ Եզրային նետում Մարսելն է նետում գնդակը։ Զանյան։ Փոխանցում առաջ։ Հարված եւ բավականին շետ ստացվեց հարվածը։ Տեսնենք Այաքսի հերթական գրոհին զարգացում կստանա։ Երկար փոխանցում առաջ, անհաջող փոխանցում էր խլում են գնդակը Մարսելի ֆուտբոլիստները։ Փոխանցում ձախ եզր։ Արված։ Եվ կրկին Այաքսի դարպասապահը գնդակը մատների ծայրերով դուրս է հանում անկյունային։ Փոխանցում առաջ, հարված։ Հրաշալի հնարավորություն է ստանում Այաքսի ֆուտբոլիստը շարժվելու առաջ, փոխանցում։ Վտանգավոր դրություն է և գոլ։ Գոլ բարեկամներ, հաշիվը հավասար է 2-2։ Այաքսի կազմում հաշիվը հավասարեցնում է Խորեն Հովհաննիսյանը համար 88։ Երկու կրկին Այաքսն է գնդակով հարված և գոլ։ Գոլ բարեկամներ, Այաքսը առաջ է հասնում։ Հովիկ Իսկանդարյան։ Հովիկ Իսկանդարյանը առաջ է մղում Այաքսին։ Ֆանտաստիկ հարվածով Իսկանդարյանը կարողացավ առաջ մղել իր թիմին։ Այաքսի 88 համարին հոսը խաղից Մարսելն է գնդակով։ Միքայելյան և խաղի կանոնների խախտում։ Վտանգավոր դիրքում Մարսելը ստանում է տուգանային հարվածի իրավունք։
Մոսանյանն է գնդակի մոտ։ Դերևս վերջին գրով առաջին խաղակեսի հարված և պատկազմած ֆուտբոլիստները իր վրա են ընդունում ևս մեկ հարված։ Բարձր է ընթանում պատասխան հարվածը։ Փոխանցում առաջ։ Հեռացված է գնդակը, Մոզանյան։ Փոխանցում Ձախեզեր։ Սկանդարյանը կհասնի ոչ։ Միքայելյան և Եզրային նետում։ Փոխանցում, հեռացված է գնդակը։ Եվ երկրորդ փոխանցում։ Առաջին խաղակեսը ավարտված է, բարեկամներ։ 3-2 հաշվով Այաքսը առջևում է հաշվի մեջ։ Այս բանի կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում Աֆելի 3-րդ դիվիզիոնի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը։ Այս գավաթի համար այսօր պայքարում են Այաքսը և Մարսելը։ Արդեն սկսված է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Այաքսը առջևում է հաշվի մեջ 3-2 հաշվով։ Փայլուն առաջին խաղակես ունեցանք բարեկամներ, գոլառատ, գերլարված, գերֆանտաստիկ հրաշալի հանդիպում է ընթանում։ Թիմերը առաջին կեսում անդադար գրոհում էին, դարպասապահները կրկին մի քանի անգամ մտան խաղի մեջ, հրաշալի սեյվերի հեղինակ դարձան թե Այաքսի և թե Մարսելի դարպասապահները։ Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը։ Առաջին կեսից հետո Այաքսը հաղթում է։ Ընդամենը մեկ րոպեի ընթացքում Այաքսը առաջին կեսի վերջնամասում կարողացավ 2 գնդակ ուղարկել Մարսելի դարպասը և հիմա առջևում է հաշվի մեջ, փոխանցում առաջ։ Եվ հարված Այաքսի դարպասից։ Իդեպ առաջին կեսում Մարսելը չկարողացավ Տիգրան Միքայելյանը Մարսելի 77 համարը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Փոխանցում առաջ։ Հրաշալի փոխանցում էր։ Խորովանիսյան փոխանցում Իսկանդարյան, հարված և հրաշալի է խաղում դարպասապահը։ Անկյունային հարված Այաքսն է իրացնում անկյունայինը։ Փոխանցում։ Խաղը իրավիճակ է և հեռացնում են գնդակը Միքայելյան։ Փորձում է գնդակը։ Խաղում կենտրոն Այաքսն է գնդակով։ Հաղթում չկա, մրցավարի սուլիչը լռում է։ Խաղը իրավիճակ է, հեռացնում են գնդակը։ Հարված։ Բարձր է ընթանում հարվածը։ Եվ Այաքսի հերթական գրոհը խապս է տալիս։
Այո, լարված իրավիճակ է։ Հարված Մարսելի դարպասից փոխանցում առաջ մի փոքր պասիվ պայքարում է անցնում երկրորդ քաղաքեսի մեկնարկը և եզրային նետում փոխանցում և անկյունային մի փոքր ավելի ակտիվ են Մարսելի ֆուտբոլիստները երկրորդ քաղաքեսը սկսել տեսնեք ինչ ընթացք ունենա հանդիպումը փոխանցում առաջ հարված և հեռացնում է դարպասապահը հրաշալի մարզավիճակում է Այաքսի դարպասապահը փոխանցում և անփոփ փոխանցում էր Տեսնենք Մարսելի հերթական գրոհին զարգացում կստանա Փորձում է խապստան փոխանցում Կորցնում են գնդակը Մարսելի ֆուտբոլիստները Իսկանդարյան Տիգրան Միքայելյան խճճում է, բայց մնում է գնդակը Մարսելի մոտ Հարված և շեղը Նարեկ Իսկանդարյանը հարվածեց դարպասին Չեն շտապում Այաքսի ֆուտբոլիստները Կարանովիսյան Հրաշալի անցում էր, հարված և բարձր է Երկար փոխանցում առաջ, բայց փոխանցման այնտեղ ոչ ոք չէր սպասում Գնա Համար պայքար գնդակի համար և խաղի կանոնների խախտում Սուլի չկա Նարեկ Իսկանդարյան փոխանցում առաջ, հեռացված է գնդակը Եվ եզրից Այաքսն է նետում գնդակը խաղի մեջ Ռոյողությունը տեղափոխում են Աչեզր Խաղի տեմպը մի փոքր ընկել է բարեկամներ համեմատային եթե իհարկե առաջին կեսի հետ Առաջին կեսում բավականին լարված պայքար էր ընթանում Եվ եզրային նետում
Միքայելյան, հետ փոխանցում։ Երկար փոխանցում առաջ։ Գնդակայացի ֆուտբոլիստները և փորձում ձեռնարկել իրենց հերթական գրոհը, բայց վաստակում են եզրային նետման իրավունք։ Անհաջող փոխանցում էր։ Փոխանցում առաջ։ Եվ փոխանցում։ Եզրից Մարսելն է նետում գնդակ խաղի մեջ։ Նարեկ Իսկանդարյան փոխանցում առաջ։ Միքայելյան։ Այաքսի պաշտպանը ապահովության համար գնդակը դուրս է հանում դաշտի սահմաններից, անկյունայինի իրավունք են վաստակում Մարսելի խաղացողները։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հարված և բավականին բարձր է ընթանում հարվածը։ Երկար փոխանցում առաջ։ Տանգավոր դրություն է և շարունակվում է հարված։ Չեզոքացնում է սպառնալիքը Մարսելի ֆուտբոլիստները։ Ուժեղ է փոխանցումը խաղընկերը չասավ փոխանցմանը։ Միքայելյան կորցնում է գնդակը և հերթական անկյունայինն են վաստակում Մարսելի ֆուտբոլիստները։ Հանդիպման 37-րդ րոպեն է Այաքսը հաղթում է 3-2 հաշվով, փոխանցում հարված Շեղեր։ Հարված Այաքսի դարպասից։ Չկարողացավ ընդունել, բայց մնում է գնդակը Այաքսի մոտ։ Հարված և թույլ էր։ Հարվածը դարպասապահը շատ հանգիստ վերցրեց գնդակը և այն անմիջապես ուղարկեց առաջ։ Շտապելը պետք, Այաքսը պետք է դեռ, ներողություն Մարսելը դեռ պետք է կարողանա հավասարեցնել հաշիվը, հետո նոր արդեն մտածի հաղթելու մասին։ Իրավիճակ է խաղադաշտի կենտրոնում։ Մնում է գնդակը Այաքսի մոտ Խորեն Հովհաննիսյան։ Կալ խախտում, թե ոչ։
կարծես թե վնասված ստացավ թեթևակի Հովանեսյանը։ Կարող է շարունակվել հանդիպումը սուլի չկա, Մարսելն է գնդակով, փոխանցում առաջ, Իսկանդարյանը ստանում է գնդակը։ Խապս է տալիս Մարսելի ֆուտբոլիստը, տեսնենք ինչ զարգացում կստանա այս գրոհը, անհաջող փոխանցում և Այաքսի արագ հակագրոհը ձախեզրով շարժում է առաջ։ Մնում է գնդակը Մարսելի մոտ, Այաքսի մոտ ներողություն։ Գլովեք, մոսոնկա։ Ոչեք։ Բացի ու բյաց։ Հայջան անգի։ Բրարի գնդակ։ Արի։ Եվ փոխանցում։ Հրաշալի փոխանցում էր աչեզով, շարժում է առաջ Այաքսի 8 համարը, փոխանցում։ Փոխանցումը պետք կատարել։ Իսկ անմիջապես շրջապակեցին Մարսելի ֆուտբոլիստները։ Գրոհը շարունակվում է Այաքսի, փոխանցում դեպի Ձախեզր։ Հասնում է գնդակին Այաքսի ֆուտբոլիստը։ Փոխանցել է պետք, բայց կարողանում է պահել իր մոտ գնդակը։ Հարված և շեղեր։ Բավականին հուշկու հարված ստացվեց։ Երկար փոխանցում առաջ, հարված և թույլ էր հարվածը, բայց պասապը վերցրեց գնդակը և անմիջապես այն ուղարկում է առաջ։ Եզրից Մարսելը կնետի գնդակը խաղի մեջ։ Կրկին եզրային նետում, ամեն ինչ անում են, այո, Մարսելի ֆուտբոլիստները հավասարեցնելու հաշիվը, բայց Այաքսը դեռևս կարողանում է կազմաքանդել մրցակցի գրոհները։ Փոխանցում առաջ, հրաշալի, հարված էր, ֆանտաստիկ գոլ կարող էր լինել, բայց մի փոքր բարձր ընթացավ Տիգրան Միքայելյանի հարվածը շրջադարձ հարված կատարեց Միքայելյանը։ Աչեզրով Այաքսը փորձում է ձեռնարկել իր հերթական գրոհը։ Խանցում, հարված և մի փոքր բարձր է ընթանում հարվածը։ Խաղի 43-րդ րոպեն է, Այաքսը առջևում է հաշվի մեջ 3-2 հաշվով։ Հացված է գնդակը, բայց այն մնում է Այաքսի մոտ։ Մակենտրոնով շարժում է առաջ Այաքսի ֆուտբոլիստը, փոխանցում դեպի Աչեզր։ Հովանեսյան
Աշալի փոխանցում էր։ Եզրային նետում։ Փոխանցում առաջ։ Գրոյությունը Այաքսը տեղափոխում է Ձախ Եզար, կարողանում է շրջանցել, խապս է տալիս, բայց կորցնում գնդակը։ Մարսելի մոտ է գնդակը և եզրայինի իրավունք են վաստակում Մարսելի խաղացողները։ Փոխանցումը չասավ հասցեա տիրոջը և հարված Այաքսի դարպասից։ Փոխանցում առաջ։ Խապս է տալիս, Մարսելի ֆուտբոլիստը տեսնենք։ Զանյան։ Գնդակով չկարողացավ ինչպես հարկն է կասեցնել խաղընկերը վտանգավոր դրություն է չկարողացավ Մարսելի ֆուտբոլիստը հասնել գնդակին Դեղին քարտ է ստանում Այաքսի 8 համարը։ Այաքսն է գնդակով և գնդակի կորուստ։ Խառը պայքար, համար պայքար գնդակի համար։ Արան, գերազան։ Մնում է գնդակը Այաքսի մոտ, բայց հարցած վնասվածք է ստացել Այաքսի ֆուտբոլիստը Իսկանդարյան։ Հուսանք վնասվածքը լուրջ չի լինի։ Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը։ Ախտերը ժամանակը պարծել, բար չգոսա, սնգե։ Ապես սախաղը մենակ դու ես ստապոնի խաղը կոնդրում է։ Պահել է, եկի բանջի ասր, խաղը կոնդրում է։ Քեզ կուշացրել, արո։ Ապես էր ասրա կուչ խաղելու ասր, մենք իշկել եմ։ Ասում են, որ ասում են ժամ կա։ Արա չնես, հետպես հետ է կոնդրում։ Ես ինչ ասում, Արդերը տեղի են տալիս։ Այաքսի դարպասապահը ոչ պաշտպանը գնդակը կմսնի խաղի մեջ։
Փոխանցում դեպի Հաչեզար։ Հեռացնելը պետք է այդպես էլ անում է։ Հրաշալի անցում էր։ Երկրորդին է շրջանցում Այաքսի ֆուտբոլիստը փոխանցում։ Հովանեսյան փոխանցում Ձախեզար։ Քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին Այաքսը առջևում է, հաշվի մեջ հաղթում է 3-2 հաշվով։ Նոմարիսանը խլում է գնդակը, բայց վարկյաններ անց գնդակի կորուստ և Այաքս Մարսելի հակագրոհը հեռացնել է պետ գնդակը։ Չի ստացվում, Մարսելի մոտ չի ստացվում հավասարեցնել հաշիվը։ Նխլում է Այաքսի 10 համարը։ Փոխանցում Ձախեզար, վտանգավոր է հարված և մի փոքր բարձր է ընթանում հարվածը։ Փոխանցում առաջ, հեռացված է գնդակը։ Մարսելի ֆուտբոլիստը ստանում է գնդակը, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ և դարպասապան շատ հանգիստ վերցրեց գնդակը և չի շտապում։ Իհարկե փոխանցում կա, քանի որ հաղթում են։ Չհասկացան միմյանց, Մարսելի ֆուտբոլիստները փոխանցումը ուժեղ էր։ Եվ հարված Այաքսի դարպասից ստանում է Միքայելյանը գնդակը, փոխանցում, հարված, չի ստացվում։ Չստացվեց հարվածը Մարսելի ֆուտբոլիստի հրաշալի հնարավորություն էր Նարեկ Իսկանդարյանը, հայտնվել էր հարձակման կրակագծում։ Արդեն Մարսելի դարպասապահն է շարժում առաջ։ Եզրային նետում։ Մարսելն է գնդակով, շտապել է պետք է ժամանակ է մնում։ Ընթանում է հանդիպման ավելացված ժամանակը, Զանյան։ Չստացվեց։ Բայց վաստակում են ամեն դեպքում եզրային նետման իրավունք, Մարսելի ֆուտբոլիստները փոխանցում, հեռացված է գնդակը։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց ուժեղ էր և բարձր փոխանցումը։ Փոխանցում առաջ։ Խորեն Հովանեսյան, հարված և դարպասապահ հրաշալի է խաղում և տիրում գնդակին։ Ու այն անմիջապես ուղարկում է առաջ։
Վերջ բարեկամներ, հանդիպումը ավարտված է։ Այաքսը հաղթելով 3-2 հաշվով դառնում է 3-րդ դիվիզիոնի գավաթի խաղարկության հաղթող։ Հրաշալի հանդիպման ականատես եղանք բարեկամներ, գոլառատ հանդիպում, գերլարված հանդիպում։ Շատ լավ խաղ ցուցադրեցին երկու թիմերն էլ, բայց բախտը ժպտաց այսօր Այաքսին։ Շնորհավորում եմ Այաքսի ֆուտբոլիստերին հրաշալի խաղի, հրաշալի հաղթանակի չեմպիոնության կապակցությամբ եւ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար կազմակերպել էր Ռաֆայելի ստեղծագործական թիմը։ Հանդիպան ընթացքին ձեզ օգնեց հետևել Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում։